Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը, բարև ձեզ, ես Տաթև Նեմարաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ Մալեդի կլինիկայի անոթային վիրաբույժ Երջանիկ Մխիթարյանին։ Բարի գալու, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք։ Երբ է պետք դիմել անոթային վիրաբույժին։ Սա մենք որոշում ենք ինքներս, թե պետք է թերապևտի կամ ընտանեկան բժշկի ուղղորդում լինի։ Եվ թերապևտի եւ ընտանեկան բժշկի ուղղորդմամբ նույնպես կարող են դիմել անոթաբանի, բայց ինքներս նույնպես կարող ենք հասկանալ, որ կան գանգատներ, որոնց դեպքում արժի դիմել անոթաբանի առաջնային զննում անցնելու համար։ Այդ գանգատներից ամենահաճախակի գանգատները լինում է այտուցները, հիմնականում կոճերի շրջանում է այդ այտուցները լինում, օրվա երկրորդ կեսին, որոնք որ առավոտյան ժամերին անցնում են։ Դա այդ այտուցները ընդհանրապես խոսում են երակային անբավարարության նշանների մասին։ Շատ հաճախ գանգատներ են լինում, երբ որ նկատում են վարիկոզ լայնացած երակային ճյուղեր, ենթամաշկային բջջանքում, մինչև այդ ամեն ինչը, մինչև այտուցների, մինչև երակների նկատվելը, շատ հաճախակի գանգատներ լինում են հոգնածության, ծանրության զգացումը, ցավը, ձգվածության զգացումը, կարող է քոր լինել ոտքերի շրջանում։ Այդ ամեն ինչը ավելի շատ վերաբերվում է երակային պաթոլոգիաներին, վարիկոզ հիվանդությանը, խրոնիկ երակային անբավարարության նշաններին։ Նաև լինում են գանգատներ, որոնք որ ավելի շատ արտահայտվում են զարկերակային պաթոլոգիաների ժամանակ, բնորոշ են աթերոսկլերոզին, շաքարային դիաբետով, ծայրամասային արյան շրջանառության խանգարման նշաններին։ Դրանցից ամենահաճախակին թմրածության զգացողությունն է, ցավն է քայլքի ժամանակ, երբ որ ինչ-որ տարածություն անցնելուց հետո բուժառուն չի կարողանում շարունակել քայլքը առանց հանգստի։ Ընդմիջվող խաղաղություն ենք ասում ենք դրան, ու այդ ամեն ինչը հաշվում ենք տարածություններով։ Այդ դեպքում նույնպես պետք է դիմել անոթային վիրաբույժի։ Հիմնական գանգատները սրանք են, որոնք որ կարող ենք առաջնորդվել դրանցով դիմել եւ երակային եւ զարկերակային պաթոլոգիաների դեպքում։ Նաեւ կարող են դիմել այն բուժառուները, ովքեր որ ունեն գլխապտույտներ, գլխացավեր, առաջինացկից կապ չունեցող։ Հա, կապ չունեցող բանա թվում ավելի շատ նմանվում է ինքը նյարդաբանական պաթոլոգիայի, բայց այդ գանգատները մենք նաեւ կարող ենք ունենալ, երբ որ կա քնային զարկերակի, գլուխը սնուցող, գլխուեղը սնուցող զարկերակների ստենոզ, նեղացումներ կամ ձևախախտումներ։ Այդ ժամանակ նույնպես ցանկալի է դիմել բացառելու անոթային պաթոլոգիան, հետագայում արդեն նյարդաբանի կամ ուրիշ մասնագետի մոտ շարունակելու համար։ Սովորաբար երբ մենք խոսում ենք անոթաբանության մասին, երբ խոսում ենք անոթաբանների հետ, առաջին հայացքին միանգամից ստորին վերջույթների մասին ենք մտածում։ Եթե այնտեղ խնդիրներ չկան, ուրեմն էլի անոթաբանի դիմելու ժամանակն է, որ։ Իսկ երբ խոսում ենք ստորին վերջույթների մասին, առաջինը մտածում ենք վարիկոզի մասին, եւ առաջինը մտածում ենք, եթե անոթներ, երակներ, զարկերակներ, մի խոսքով, եթե տեսանելի որևէ բան չկա, ուրեմն անոթաբանի մոտ գնալու կարիքն էլ չկա։ Բայց հենց այդ բայցի մասին եմ ուզում խոսեք։ Նայեք, անոթաբանի դիմելուց առաջնային կլինիկական զննումը շատ մեծ բան կարող է տալ, այսինքն վիզուալ դու կարող ես տեսնել, շոշափել, թերմոասիմետրիա որոշել, գանգատները հասկանալ, նման են անոթային պաթոլոգիայի, թե նման չեն։ Բայց ամեն դեպքում նույնիսկ անոթային վիրաբույժին անհրաժեշտ է գործիքային հետազոտություն ասվածը, դուպլեքսը։ Քանի որ կան խորանիստ զարկերակներ ու երակներ, որոնք որ մենք ոչ շոշափելով, ոչ էլ վիզուալ չենք կարող տեսնել։ Դրանք մկանների խորքում են գտնվում։ Այդ ամեն ինչի մասին մեզ հստակ պատկերացում տալիս է դուպլեքսը ու հետագայում նաև հնարավոր կատե կամ այլ հետազոտությունները, եթե ունենք խնդիր։ Օրինակ, այտուցների մասին խոսացինք մենք, այտուցները կարող են հաճախակի լինել երակային անբավարարության նշան, բայց երակային անբավարարության, քրոնիկական երակային անբավարարության ժամանակ կարող են ախտարվել ինչպես մակերեսային, այնպես էլ խորանիստ երակները։ Մակերեսային երակների հետ կապված կարող ենք ասել, որ հա, ստեղ ունենք վարիկոզ, ստեղ ունենք երակային անբավարարություն, բայց խորանիստ երակների մասին մենք բան չենք կարող առաջի հայացքից ասել։ Կլինիկապես էլ տարբերակիչ ախտորոշում անելու համար պարտադիր է դուպլեքսը անել։ Կլինիկորեն կարող է օրինակ սրունքը այտուցվի,
ոչ ասիմետրիկ այտուց, այսինքն մի կողմից այտուցվի, միանգամից ամբողջությամբ սրունքը այտուցվի։ Եթե նայենք դրա կլինիկային, ինքը նման է օրինակ խորանիստ երակի տրոմբոզի, քանի որ հիմնական մագիստրալը խորանիստ երակն է, հիմնական արունը խորանիստով է բարձրանում, կարող ենք ենթադրել, որ տրոմբվել է այդ երակը, հոսքը նվազել է, այն արունը, որը պետք է բարձրանար խորանիստ երակով, սկսել է բարձրանալ ծանրաբեռնվելով մակերեսային երակներին։ Դրա համար միանգամից ամբողջությամբ սրունքը ուռել է։ Դա կոչվում է կլինիկական զննման հետևանքով առաջացող գանգատ, որ կլինիկան նման է։ Բայց մինչև մենք այդ ամեն ինչը հստակ դուպլեքսով չախտորոշենք, չենք կարող հստակ ախտորոշում դնել, որ այստեղ խորանիստա ոչ թե մակերեսային տրոմբոզա։ Այսինքն եթե մենք չենք տեսնում վիզուալ որևէ խնդիր, դա դեռ չի նշանակում, որ խնդիրը բացակայում է։ Եթե կան այլ գանգատներ, ուրեմն պետք է անպայման լինեն։ Վիզուալ մենք կարող ենք այտուց տեսնել։ Այսինքն լարվածություն, այտուց, ցավ դե չենք տեսնում, զգում ենք, բայց լարվածությունը, այտուցը երևում է։ Մենք տեսնում ենք, որ դա կա, բայց չկան արտահայտված երակային ցանցեր։ Չկա մաշկի գույնի փոփոխություն, չնայած այդ դեպքում կարա ցիանոզ լինի, այսինքն կապտի մաշկը որոշ չափով, քանի որ երակային արյան կանգ է տեղի ունենում, բայց հա, մենք չենք կարող բան անել, հստակ ասել, առանց ինքնաբուժմամբ չզբաղվենք։ Հա, Եվ կամ ինքնախտորոշմամբ, այսպես ասած, նույնիսկ չզբաղվենք։ Ինքնախտորոշմամբ ես դրա մասին էի խոսում, որ ախտորոշումը վերջնական, նույնիսկ անոթային վիրաբույժը փորձով իր կլինիկայով համոզված լինելով չի կարող ինքը մենակ բանով կլինիկական զննմամբ դնել ախտորոշում։ Իրան պետքա գործիքային հետազոտություն, որ ինքը տարբերակիչ ախտորոշում անի։ Հնարավոր է տրավմայի հետևանքով առաջանա այտուց ասվածը, կա կոտրված, կա այտուց, բայց պետքա դու գործիքային հետազոտություն ունենաս, որ հասկանաս այդ տրավմայի մեջ դու նաև ունես երակի տրոմբոզ, թե չունես, երակի զարկերակի վնասում, թե չունես։ Ես կարծում եմ չեմ սխալվի, եթե նշեմ, որ հիմնականում գալիս են անոթաբանի մոտ, անոթային վիրաբույժի մոտ, հիմնական, այսպես ասած, մեր երկրում, մեր պոպուլյացիայում ամենատարածված խնդիրներից մեկը վարիկոզն է, ու այդ մասին էլ այնքան շատ ենք խոսում, երբեմն մոտ տպավորությունն է, որ մենք շատ ենք խոսում, ոչ թե շատ տարածված է, բայց երբ նայում ես վիճակագրությունը, այսպես ասած, հա, նայում ես մարդկանց պատմությունները, տեսնում ես, որ չէ, իսկապես դեպքերն են բավականաչափ շատ։ Ցավոք նաև պետք է նկատենք, որ շատ են նաև ժամանակավրեպ, այսպես ասած, դանակը ոսկորին հասած դեպքերը։ Ուստի ուզում եմ, որպեսզի բանը չհասնի դրան, երբ գալիս են բժշկի մոտ, եւ բժիշկը այնքան ավելի քիչ արսենալ է ունենում, հա, աշխատելու համար։ Դրա համար մեր բոլոր ռադիոլսողների ու ռադիոդիտողների համար ուզում հստակեցնենք, թե որոնք են այն նշանները, որոնք կարող են հուշել, որ մեզ մոտ գուցե վարիկոզ է եւ ժամանակը անհապաղ, այսպես ասած, բժշկի մոտ լինելը։ Վերջը որքան շուտ այնքան լավ։ Այո, այդ նշաններից ամենահաճախակին սկզբնական փուլերում հանդիպող գանգատներն են հոգնածության ծանրության զգացումը։ Նորմայում մարդկանց մոտ հոգնածության ծանրության զգացում կարա լինի, եթե իրանք ֆիզիկապես ծանրաբեռնված են ամբողջ օրը, գտնում են ոտքի վրա երկարատև կամ նստած դիրքում են երկարատև, կարա պայմանավորված լինի աշխատանքով, բայց պետքա մի հատ բան հաշվի առնել, եթե ունենք նաև ընտանեկան անամնեզ, այսինքն պապիկը, տատիկը, մայրիկը, ընտանիքում, եթե ունեցողներ կան, միանշանակ ձեր մոտ կարա ավելի մեծ է հավանականությունը, որ այդ նշանները կլինեն ու կբարթանան վարիկոզ հիվանդությամբ, քան այն մարդկանց մոտ, ովքեր ընտանեկան անամնեզ չունեն։ Քանի որ վարիկոզ հիվանդության մեջ ամենակարևոր բաներից մեկը ժառանգական նախատրամադրվածությունն է։ Նախաճարանգությունը։ Հա, ոչ թե ժառանգվում է վարիկոզ հիվանդությունը, այլ նախատրամադրվածություն կա դրա հանդեպ։ Այսինքն արտաքին գործոնների ազդեցության տակ կարող է զարգանալ ինչ-որ մեկի մոտ վարիկոզ հիվանդություն ավելի քիչ ծանրաբեռնվածությամբ, մյուսի մոտ ավելի շատ ծանրաբեռնվածությամբ չզարգանա վարիկոզ հիվանդություն։ Ամեն դեպքում, եթե հոգնածության ծանրության զգացում կա նաև այտուցներ, եթե արդեն նկատելի են դառնում, հա, երակային ճյուղեր ենթամաշկում, որոնք նորմայում պետքա չերևան։ Խոսքը չի գնում այն մարդկանց մասին, ու մոտ նիհար
մարդկանց մասին, որ ենթամաշկային ճարպաբջջանքը շատ թույլ է զարգացած, իրանց մոտ նորմայում կարան այդ երակները բաց մաշկ ունեցողների մոտ կարա վիզուալ երևա այդ երակները, բայց դրանք լայնացած երակներ չլինեն։ Լայնացած երակները ավելի շատ ողկույզաձև են լայնանում, իրանք սեղմելիս փափուկ են լինում, դատարկվում են հեշտությամբ, ցավոտ չեն։ Բայց այդ ամեն ինչը կարա բերի հետագա բարդությունների առաջացման։ Հենց այդ փուլից ցանկալի է դիմել բժշկի, բայց այո, ճիշտ նկատեցիք, որ մեր մոտ հիմնականում դիմում են այդ ավելի ուշ փուլերում, երբ որ կա բացի վարիկոզ հիվանդությունից արդեն տարած տրոմբոֆլեբիտ, երբ որ կա խորանիստ երակների ախտահարում, այստեղ շատ կարևոր է այդ ամեն ինչ նշել, որովհետև երբ որ կա մակերեսային երակների ախտահարում, դա կլինի վարիկոզ, դա կլինի տրոմբոֆլեբիտ, տրոմբված անոթ, այդ դեպքում բուժման եղանակը արմատապես վիրահատական է, վիրահատություն ասվածը մի քիչ վախենալու է թվում, հա, բայց լավ է այդ երակը դու վիրահատական եղանակով հեռացնես խնդրից, ազատվես, քան ունենաս խորանիստ երակի ախտահարում ու ամբողջ կյանքի ընթացքում այդ մարդը դեղեր խմի, ճուլկիներ հագնի, երբ որ խորանիստ երակները ախտահարվում են, պարզ է ախտահարման չափից կախված, տարածվածությունից կախված, այդ երակները հեռացնել հնարավոր չի։ Դրանք հիմնական մագիստրալներ են ու պետք չի թողնել հասնի դրան նոր։ Քանի որ խորանիստ երակի տրոմբոզը կարող լինի օրինակ ֆլոտացվող տրոմբ, որ ասում են կարա պոկվի, թռնի, հա, թոք, տենց, հա։ Չէ, հիմնականում թոքային զարկերակացողում սիրտը շրջանցում են, հիմնականում անցնում են սրտով, գնում են փոքր շրջանառություն ու փակում են թոքային զարկերակացողունի ինչ որ ճյուղ, հա։ Եթե բախտները կբերի, դա կլինի փոքր սեգմենտար ճյուղ, կպրծնեն թոքաբորբով, բայց հետևանքներ ունենալու է։ Եթե, հա։ Բայց դե ոչ մեկս չգիտենք թե հա բախտի բերմամբ ինչի կհանգենք, հետեւաբար այստեղ նորից ուզում եմ շեշտել, որքան շուտ այնքան լավ, որքան շուտ այնքան արդյունավետ, այնքան արագ, այնքան մատչելի, այնքան լավ, այսպես ասած, հա, մեկ բառով։ Ճիշտը շուտ դիմել դեպքում կանխարգելիչ միջոցներն էլ ավելի լավ աշխատում, հա։ Կարելի է, եթե այդ հիվանդության հետ կապված հակում կա, կարելի է երկարացնել այդ հիվանդության զարգացում։ Չասենք բան անել, բուժել, քանի որ վարիկոզ հիվանդության վերջնական բուժումը վիրահատական է, բայց կարելի է կանխարգելել իր զարգացումը։ Տեղորայքով, էլաստիկ տրիկոտաժով կարելի է պահել այդ վիճակը շատ երկար ժամանակ։ Ու ստեղ նաև կոսմետիկ բնույթի հարց կա, դիմելիությունը, որ հիմնական կանանց մոտ է, չէ՞, սա։ Հա, ոչ թե, նայեք, այտենց կարծիք կա, որ վարիկոզ հիվանդությունը ավելի շատ հանդիպում է կանանց մոտ, բայց այդ կարծիքը մի քիչ սխալ է, որովհետև ընդհանրապես ասում են ավելի շատ կանանց մոտ է, բայց իրականում 1:3-ի հարաբերակցությամբ է կանանց մոտ շատ, քանի որ դիմելիության հարց կա եւ տղամարդկանց եւ կանանց մոտ, բայց ավելի շատ դիմում են կանայք։ Ինչի հաշվին թվում է թե կանանց մոտ ավելի շատ է վարիկոզ հիվանդություն։ Խոսենք ուլտրաձայնային հետազոտության մասին, որովհետև դուք արդեն նշեցիք, որ բժիշկը որքան էլ փորձառու լինի, միևնույն է վերջնական պատասխան տալու համար պիտի ունենա նաև գործիքային հետազոտման արդյունքներ, այսպես համալիր փորձը գործիքային հետազոտման արդյունքները վերջնական պատասխան են տալու։ Այս մասին էլ խոսենք, որովհետև մենք ծայրահեղություն ենք ունենում, չէ՞, շատ հաճախ լինում են դեպքեր, երբ մարդը գնում է ուղղակի հետազոտման, գիտի որ կա այսպիսի հետազոտություն։ Նայում է, դե չկա խնդիր, չկան ուրեմն դիմելու անհրաժեշտ բայց սրանք առանց մեկը մյուսի կիսատ են, այսինքն առանց ուլտրաձայնայինի բժիշկը ամբողջական վերջնական պատասխան տալ չի կարող եւ հակառակ եթե դու միայն ունես ուլտրաձայնայինի պատասխան, ելի առանց բժշկի չես կարող վերջնական պատասխան ունենալ։ Այս ճիշտ մեխանիզմի եւ անցումների մասին խոսենք։ Նախ գործիքային հետազոտության ցուցում դնում է մեր դեպքում, մեր պաթոլոգիաների դեպքում դնում ենք մենք, անօթային վիրաբույժներս։ Պետք ինքներս որոշենք գնանք։ Հա, ինքն է որոշելը գնալը կարա, ոչ մեկի չի խանգարում ուլտրաձայնային հետազոտությունը, որովհետև ինքը իրանից վնաս չի ներկայացնում։ Հղիների մոտ էլ շատ էխո, սոնո ասվածը, հա, այդ ուլտրաձայնային հետազոտությունն է։ Ուղղակի դուպլեքսը իր մեջ ներառում է նաև անոթների պատի վիճակը, իսկ շեշտը դրվում է
անոթների պատի, փականների վիճակի, դրամաչափի անոթների, հետհոսքի, այդ բոլոր հարցերի պատասխանը մեզ դուպլեքսը տալիս է։ Ինքը մեզ չի տալիս, որ ուղակի կա վարիկոս հիվանդություն։ Ինքը մեզ տալիս է ինչ դրամաչափի են այդ անոթները։ Ինքը մեզ տալիս է պերֆորանտ երակների վիճակը, խորանիստ երակների վիճակը ու ամենակարևորը փականների վիճակը։ Երակային արյունը բարձրանում է վերև փականների ու սրունքի մկանների կծկման շնորհիվ։ Այնտեղ ճնշում չկա զարկերակների պես։ Մենք ունենք սիրտ, պոմպի դեր է կատարում, որը որ արյունը մղում է դեպի զարկերակներ։ Այդ արյունը գնում է հասնում է մինչև ամենափոքր մազանոթները այդ ճնշման տակ հասնում է ամեն կծկումից հետո, բայց հետ գալու համար երկրորդ սիրտ ասվածը մեր սրունքի մկաններն են։ Այդ մկանները ամեն 4 վայրկյան մեկ կծկումներ են կատարում, որ կարանք մենք չնկատենք իրենք հանգստի ժամանակ։ Ու ներշնչման պահին այդ անոթները, փականները բացվում են, արյունը բարձրանում է վերև, փականները սկսում են փակվել, որ հերմետիկ փակվեն, արյունը հետ չգա։ Հա, արյունը հետ չգա։ Ու դրա համար այդ ամեն ինչը։ Ու այդ երակային անբավարարության նշանները արդեն մեզ թույլ են տալիս առաջնային դուպլեքս հետազոտություն նշանակել կլինիկական զննումից հետո բնականաբար։ Բայց շատ դեպքերում լինում են վիզուալ արդեն կամ կլինիկապես զննում ես դու հիվանդին, դու հասկանում ես, որ անկախ նրանից դու դուպլեքս անես թե չանես, արդեն շատ լուրջ արտահայտված վարիկոզ կա այստեղ։ Շատ դեպքերում դու վիզուալ տեսնում ես, արդեն դու հասկանում ես, որ առանց վիրահատության այդ հարցը չի լուծվելու։ Իսկ հարցը կոսմետիկ բնույթի չի, հարցը ուղղակի ճուլկի հագնելով չի լուծվի, պետքա վիրահատել։ Այդ դեպքում էլ անում ենք դուպլեքս հետազոտությունը, որ տեսնենք խորանիստ երակներում ինչ վիճակ կա, քանի որ եթե խորանիստն է տրոմված եղավ, էլի չես կարա վիրահատես։ Այստեղ հստակ ցուցում դու վիրահատական կարաս դնես մենակ գործիքային հետազոտությունից հետո։ Բոլոր հաղորդումների կարևոր հարցը բուժման մեխանիզմներն են, որովհետև այո, մենք բարձրաձայնում ենք, որ կան այսպիսի խնդիրներ, որոնք արտահայտվում են այսպիսի, այսպես ասած, ախտանիշներով, բայց ամենակարևորը մենք ունենք լուծում թե չունենք, եւ ինչ առաջարկում ժամանակակից բժշկությունը, ու մասնավորապես Մալետին այսօր ինչ առաջարկներ ունի նմանատիպ խնդիրների լուծման համար։ Խնդիրների լուծման համար, հա, լուծումներ կան միանշանակ։ Կարևորը սկսենք նրանից, որ եթե գանգատները կամ այդ երակային ցանցերը, հա, որոնք աստրիկների են նմանվում, նկատած կլինեք երակային ցանցեր, դրանք եթե չեն անհանգստացնում բուժառուին, ուղղակի կոսմետիկ իրանց տհաճ են այդ ամեն ինչը, դրանց լուծումը ավելի հեշտ է, քան այն դեպքերում, երբ որ կա արդեն լուրջ վիրահատական խնդիր։ Այդ դեպքերում մալեցին առաջարկում է սկլերոթերապիա ու առաջարկում է ճառագայթային բուժման ճառագայթային բուժում դեկայով լազերային սարքա, ինքը տրանսկուտանեալ սարքա, ըստ հաճախականության, ըստ դրամաչափի ինքը այրում անոթները, չվնասելով մաշկը, ասենց ասենք, հա, տրանսկուտանեալը հենց դա է նշանակում, որ ասես կոպիտ ասենք շրջանցելով մաշկը մենք այդ ալիքները ուղում ենք ամբողջությամբ նշանակետին, հա, ունդեր գտնվող մեծ հեմոգլոբինը կլանում է այդ էներգիան, ինչի հետևանքով ասենց վառվում է անոթը ներսից, դրանից հետո ասեպտիկ բորբոքում է առաջանում, ասեպտիկ նեկրոզ ասվածն է։ Այդ բորբոքումը ինքը կարելի ասել լավ բորբոքումներից մեկն է, այսինքն անոթի պատը բորբոքվում է, գայս է նեղանում է, դառնում է այլ հյուսվածք, որ ներծծվում է ընթացքում։ Այդ ներծծման համար ժամանակ է պետք։ Նկատեսած կլինեք այդ թեկուս սրսկումների ճառագայթային թերապիայի միջոցով, երբ որ դու սրսկում ես անոթը, այդ բանը ինքը կարող քո աչքի դիմաց փակվի։ Ինքը շատ սիրուն process է, շատ հաճելի է, բայց պետքա մի քիչ ռեալ նայել այդ ամեն ինչ։ Ինքը այդ բանը դու տալիս ես սկլերոզացնող նյութը, ինքը գնում է երակային արյան հոսքով, արյունը տանում է, հետո հետ է գալիս, այդ արյունը ու սկսում է սոսնձվել։ Այդ նյութի հետ փոխազդել։ Դրա հետևանքով այդ բանը վերանում է, բայց մի քանի վայրկյան հետո դու կարաս նկատես, որ անոթի
եկավ իր տեսքին, մենակ մի թեթև գույնը փոխեց։ Այդ ամեն ինչը, այդ ամբողջական ներծծումը տեղի ունենում 1-ից 2 ամսվա ընթացքում։ Այսինքն դիմացը ամառա շատ շատերը այդ ամեն ինչը ուզում են անեն, ծով են գնում կամ կոսմետիկ տեսքի համար պետք է հաշվի առնել, որ ցանկալի է 1-2 ամիս շուտ սկսել այդ ամեն ինչը։ Այսինքն հիմա ճիշտ ժամանակն է։ Հիմա ինձ թվում է հենց ճիշտ ժամանակն է, որովհետև 1-2 ամսից արդեն շոկ եղանակներն է։ Ում համար է սա, կամ կան արդյոք հակացություններ, որքան է տևում, ցավոտ է թե ցավոտ չէ։ Ցավոտ չի, ինքը ինսուլինային ասեղի չափով մանր ասեղ է, շատ ցավոտ չի, հակացություններ շատ քիչ դեպքերում կան։ Եթե ունենք մաշկի շրջանում, այդ շրջանում կան վերքեր, կամ կա բորբոքում, կարմրատություն։ Իսկ հարաբերական։ Հա, նենց չի որ այդ միջամտությունը ինքը պլանային միջամտություն է, առավել եւս եթե հաշվի առնենք, որ դա կոսմետիկ բանի համար է, պետք է մաքսիմալ ապահով գնալ։ Իհարկե։ Հակացություններ ես օրինակ կասեի, որ հղիների մոտ ցանկալի չի հղիները գնան այդ process-ին։ Ամեն դեպքում մնացած բոլոր դեպքերում կախված է արդեն բուժառույց շատ սուբյեկտիվ է։ Կարող է ինքը այդ պահին։ Սա վերջնական պատասխան է հարցին։ Նկատի ունեմ կարող է օրինակ ձեր նշած 2 ամիս հետո եւ վերջնական այսպես ասած վերականգնումը նույն տեղում նորից առաջանա։ Սենց ասեմ, հավանականությունը, որ հենց նույն տեղում, որտեղ որ ներարկվել է, փակվել է այդ անոթը, քիչ է որ նույն տեղում կլինի, բայց այդ ամեն ինչը շարունակաբար լինելու է, այլ տեղերում է լինելու, քանի որ պատճառը ոչ թե այդ կոնկրետ այդ հատվածում առաջացած լայնացումն է, այլ այն բոլոր անոթները, որոնցից սկիզբեն առնում ես փոքր մազանոթները։ Եթե այդ անոթները բաց են, լինում է դեպքեր, որ մենք կարողանում ենք դուպլեքսի միջոցով, նաև մենք սարքավորում ունենք, ինքը վիզուալ ցույց է տալիս հիմքը որտեղ է գտնվում։ Մենք փորձում ենք ներարկումը հիմքից անել։ Այսինքն դու տեսնում ես ցրված ճյուղեր, ինքը ասենց ծառի ճյուղերի նման ցրված է, բայց հիմքը պետքա գտնես, որտեղից է սկսում պատճառը։ Եթե սրսկումը անես հիմքից, հիմքը փակես, շատ քիչ է հավանականությունը, որ կարա կրկնվի։ Եթե դու վերցնես առանձին ճյուղեր, մի ճյուղը փակես, հետո մյուս ճյուղը, հա կոնկրետ այդ ճյուղը չի բացվի, բայց բազմաթիվ այլ ճյուղեր այդ հիմքից կբացվեն։ Ու եկեք խոսենք սենց, հա, պետքա հասկանանք պատճառը։ Այդ անոթային աստղիկները միշտ բոլորի մոտ չի որ առաջանում։ Էլի եմ ասում, ժառանգական նախատրամադրվածությունը շատ կարևոր է, քանի որ այդ մարդկանց մոտ այդ ամեն ինչը սկսվում է անոթային աստղիկների առաջացումից։ Կոսմետիկ բնույթ է կրում ու իսկ այլ ռիսկի գործոններ կան, բացի ժառանգական ծանրաբեռնվածությունը։ Ռիսկի գործոններ չասենք, եկեք տրիգերներ ասենք իրանց, արտաքին գործոններ, որ նպաստում են վարիկոզ հիվանդության, երկար կանգնած դիրքը, երկար նստած դիրքը, հիմնական ծանրաբեռնվածությունը։ Մենք մի հատ խոսք ունի Լինթոնը, ասել է վարիկոզ հիվանդության մասին, որ վարիկոզ հիվանդությամբ մենք վճարում ենք մեր ուղղահայաց դիրքում գտնվելու համար։ Ինչով որ մենք տարբերվում ենք կենդանիներից, հա։ Ուղղահայաց դիրքը ինքը հենց ամենամեծ գործոնն է, որը բերում է այդ պաթոլոգիայի զարգացմանը։ Փականային անբավարարություն ասված են, որ ասում է ներշնչման պահին արունը բարձրանում է ծանրության ուժին հակառակ։ Դրա համար էլ այդ խնդիրը առաջանում է, որովհետև անընդհատ այդ անոթի պատը չի կարողանում դիմադրել այդ երակային ջրիսյան ճնշմանը, հա։ Նորմալ անոթը, նորմալ երակը ինքը մինչև 70 ջրիսյան ճնշման կարողանում է դիմանալ։ Օրվա մեջ ծանրաբեռնվածության ընթացքում անընդհատ այդ ճնշում, հարաբերական ճնշում ասած, հա, անընդհատ երակներում բարձրանում է։ Մինչև 70-80 կարա բարձրանա, նորմալում կարա, նորմալ մարդու երակը, իսկ ով ունի ժառանգական նախատրամադրություն, այդ անոթի պատը արդեն չի կարողանում դիմանալ, ինքը անընդհատ թուլամթամ վնասվում է։ Վնասման հետևանքով էլ գնում է արդեն մնացած process-ների առաջացում։ Հիմքի էնդոթելի վնասումն է, էլի։
Իսկ օրինակ ձեր նշած այն միջամտությունները, որոնք մալետին է առաջարկում, սրան նորից ուզում եմ վերադառնանք, մենք կարող ենք օրինակ գալ եւ դուք էլ նկատել եք, որ մեկ տեղում չէ, մի քանի տեղում է, միաժամանակ մեկ այցի ժամանակ այն բոլոր ակնառու անհանգստացնող վայրերում, որտեղ որ կան այդ աստղիկները, բոլորը վերացնել։ Այո, իհարկե կարող ենք եւ ընդհանրապես խորհրդատրվում սկսել սկլերոթերապիայից։ Այսինքն փորձել այդ բոլոր ճյուղերը փակել սկլերոթերապիայով, ներարկումներով։ Այն բոլոր ճյուղերը, որոնք որ ներարկումը չի օգնում, շատ մանր ճյուղեր են ենթադրենք, չենք կարողանում այդ ճյուղերի մեջ մտնել, կամ տալիս ենք նյութը գնում է փակում մի քանի ճյուղ, մի փոքր հատված մնում է։ Այդ մնացած ճյուղերը ցանկալի է ճառագայթային բուժմամբ, այսինքն լազերով այրել, որոնք մեկը մեկին լրացնում են։ Լրացնում է, բայց ցանկալի չի նույն օրը այդ ամեն ինչը անել։ Ընդմիջումով պետք է անել։ Եթե սկլերոթերապիա արվում, ցանկալի է սկլերոթերապիան այդ օրը անել։ Հիմնականում մենք մի կամ երկու շաբաթ հետո կրկնակի այցի ենք կանչում բուժառուներին, նայում ենք դրական դինամիկա, քանի որ միջամտությունը ինքը կարա քիչ տոկոս դեպքում նաև բարդություն լինի, որպեսզի հսկենք այդ բարդությունները չլինի, կամ եթե լինում է այդ բարդությունները, այդ ամեն ինչի դեմը առնենք։ Դե մալետիում որքանով որ ես եմ այս տարիների ընթացքում հասցրել ճանաչել, մաքսիմալ մի վնասելի սկզբունքը ամենաբարձր մակարդակով պահպանվում է, եւ այդ զգուշավորությունը պացիենտին չվնասելը մաքսիմալ արդյունքը իսկապես իր լավագույնին հասցնելու այդ միտումը միշտ եմ նկատել եւ ես միշտ ասում եմ եթե մի բան անում եմ մալետին նույն ես վստահաբար աչքերս փակ կարող եմ ասել որ սա լավագույն տարբերակն է սա արդեն փորձվածն է սա ոլորտի ամենալավն է որովհետեւ իրենց լավ ճանաչելով մալետին գիտեմ որ հաստատ եւ պրեպարատները եւ սարքավորումները սրանք եղածների լավագույն տարբերակն են համաձայն եմ նույնը կարող եմ ասել իմ գոլեգաների մասին, ինչ որ դուք մենակ կարամ հավելեմ, որ բացի չվնասելուց մալեցիում դրված է մի հատ sense ոնց ասեմ սկզբունք, հա, որ ինչքան հնարավոր է շատ նաև օգնել հիվանդներին, այսինքն ոչ թե ուղղակի ասել, ոչ թե խուսափել, այլ փորձել լուծումը գտնել, հա, շատ դեպքերում ես նկատել եմ մեր բժիշկներին, որ իրանք շատ ռիսկով են, այդ շատ կարևոր է բժշկության մեջ ու չեն խուսափում ամեն ինչից։ Մեր արսենալը, որ իրենք ունեն, այդ լավագույն տարբերակը ինչից վախենա։ Դե չվնասելուց, հա, չվնասելուց շատ բժիշկներ վախենում են, բայց միշտ չի որ կարաս այդ սկզբունքը պահես, պետքա եթե նույնիսկ բարդություն ունես, իմանաս ոնց այդ բարդությունը բուժես։ Այո։ Որտեվ չի կարող առանց բարդության ոչ բան լինել։ Մանավանդ բժշկություն։ Հա, մանավանդ բժշկությանը։ Ի վերջո անհատականություն կա, ի վերջո պացիենտի արձագանքը, հա, օրգանիզմի պատասխանը կա, այստեղ շատ տարբերակներ կան։ Ամփոփելով այսօրվա մեր զրույցը, ուզում եմ այն բոլոր ռադիոլսողները, ռադիոդիտողներն, ովքեր ունեն խնդիրը եւ ուզում են հնարավորինս ամառվա այս եղանակին գեղեցիկ լինել, ներդաշնակ լինել, ինչպես ասեցիք, արժևում ծով ու հանգիստ կա, բոլորս էլ ուզում ենք գեղեցիկ տեսք ունենալ։ Ինչից սկսել են կարևոր քայլերը, որտեղից սկսել ուր գնալ, ոնց անել, ինչքան ժամանակ է իրենցից պահանջում եւ այդ կարևոր քայլերը այսպես առանձնացնենք ու հրամցնենք։ Եկեք առաջնային, հա, սկսենք նրանից, որ պետքա կլինիկական զննում անոթային վիրաբույժի խորհրդատվություն։ Ամենաառաջին հերթին դիմում ենք բժշկի, դրանից հետո արդեն կլինիկական զննումից հետո հիմնականում 99% դեպքերում, եթե խնդիրը ոտքերում է կամ կոսմետիկ բնույթը, մեզ գործիքային հետազոտություն պետք է գալիս։ Այդ իմ ասած ապահով գնալն է այդ ամեն ինչ։ Գործիքային հետազոտությունից հետո արդեն մենք հիմնական որոշում ենք, երբ կատարենք ներարկումը, ինչ չափով, ոնց, որ եղանակով կատարենք, հա։ Դրանից հետո, ինչպես նշեցի, 1-2 շաբաթ հետո կրկնակի այց ու ցանկալի է մի ամիս հետո նորից այցելել նայել, տեսնել ինչն է փակվել, ինչն է մնացել, իմ այդ պատկերացումները շատ տարբեր են բանի հետ կապված անոթների փակվելու։ Մի ամիս հետո նույնիսկ կարա զգալի փոփոխություն չլինի,
որովհետև մի տեղում առաջանում այդ անոթը դու փակում ես, մյուս տեղում բացվում է։ Բայց ամեն դեպքում պետքա դոյի պոստլի այդ ցանկալի այդ պահին, հա, ֆիքսել ինչ ունենք, մեկ է մի ամիս հետո ֆիքսել ինչ դարձավ։ Բայց միևնույն է դեպքում եւս կարող ենք էլի օգնել, եթե ինչ-որ բաներ Նշանակ, հա, միշտ կարող ենք օգնել։ Սա ամենակարևորն է, որ ուզում եմ հասնել ռադիոլսողին, որ բոլոր դեպքերում կա օգնություն, կան լուծումներ, պարզապես պետք է ընտրել ճիշտ կլինիկա, լավ մասնագետ եւ վստահել ամենակարևորը։ Կանցնենք այն կարևոր ճանապարհը, որը տանում է դեպի առողջությունը, դեպի կարևորը եւ գեղեցիկը, որին ծնվում է յուրաքանչյուր պացիենտ։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, ուզում եմ հիշեցնել եւս մեկ անգամ, որ զրուցակիցս Մալետի կլինիկայի անոթային վիրաբույժ Երջանիկ Մխիթարյանն էր։ Շնորհակալություն մեծ հետ էիք, մենք կհանդիպենք նաեւ մյուս շաբաթ, ցտեսություն։